Գալիս է պետը, ասում է, հա, վիզա առնում ես թե չէ։ Քեզ մի կես ժամ ժամանակ։ Մտածի, կես ժամից գալիս եմ, ասեցիր հա, հա, չէ, ուրեմն գնաց։ Անմեղ մարդը չի ասելու հա։ Ասում ես չէ։ Ու դուսա գալի հետևից իրա աշխատող օպերները մտնում են ու սկսում են ծեր ջարդել։ Ամեն ինչ սկսում է հենց առանց ծանոթագրի ոստիկանություն հրավիրելուց։ Քննացես, մեկ էլ առավոտ ժամը 7-ին դուրս ծեցում են։ Արի գնացինք։ Ինչ է ելը, գնանք ընդ տեղում կիմանաս։ Շատ լավ աշխատում է այդ մեխանիզմը, այդքան լավ է դասավորված։ Ոնց կազմեն այդ 72 ժամվա պատմությունն այդ, որի մեջ պիտի մեղադրանք ներկայացվի քաղաքացու։ Economic growth. 1987 թվականին ուժի մեջ է մտել Միավորված ազգերի կազմակերպության կոնվենցիան, խոշտանգումների եւ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի եւ պատժի այլ ձևերի մասին։ 1993 թվականին Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը վավերացրել է այն։ Ըստ կոնվենցիայի պաշտոնատար անձինք պետք է պատասխանատվություն կրեն խոշտանգումների եւ անմարդկային վերաբերմունքի համար։ Բայց Հայաստանում ցավոք մինչև հիմա ոչ ոք իշխանությունից, դες ոստիկանության ներկայացուցիչներից չի դատապարտվել խոշտանգման հոդվածով, որտեղ խոշտանգման հոդված Հայաստանում այնպես ինչպես դա հասկացվում է կոնվենցիայով չկա։ Եթե անգամ լինում է դատապարտում, նրանք պաշտոնական դիրքի չարաշահման համար են դատապարտվում, որի վրա նաև տարածվում է համաներումը կամ ներման իրավունքը։ 2011 թվականի մարտին կալանավորվեց Հայաստանի ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանը։ Կալանավորել էին պաշտոնական դիրքի չարաշահման համար, որը ծանր հետևանքներ էր ունեցել։ Ըստ մեղադրանքի նա կեղծել էր Արաբկիրում տեղի ունեցած մի սպանության հանգամանքները։ Հարգելի դատարան, հարգելի պետական մեղադրող, ես նախաքննության ամբողջ ընթացքին չեմ խոչընդոտել եւ համաձայն եմ արագացված դատաքննության կարգ կիրառելուն։ Հասարակությանը սակայն Հովհաննես Թամամյանը հայտնի է ոստիկանության գլխավոր շենքում իր աշխատասենյակից, ըստ պաշտոնական վարկածի, դուրս նետված Լևոն Գուլյանի ինքնասպանության փաստով։ Որ Գուլյանն անմարդկային վերաբերմունքի զոհ է, վկայում է նաև անչափահաս Արմեն Մարտիրոսյանի օրինական ներկայացուցիչ Օֆելիա Մարտիրոսյանը, պատմելով նման մի դեպք իր որդու հարցաքննությունից։ Հետո իմ երեխեն պատմեց, որ սենց իրանք ինձ ծեծել են, Թամամյան հովիկը անգամ շունչս կտրվել է, տարել են լուսամուտի մոտ, հեսա որ մերմ ես, մենք պատուհանից քեզ կշպրտենք, կասենք ինքը իրան գցել է քննության ժամանակ։ Դա տեղի ունեցել բազմաթիվ դեպքերում, մեր խորին համոզմամբ ինքնասպանության նմանակում էր նաև Վահան Խալաֆյանի պարագայում։ Վահան Խալաֆյան 2010 թվականին բերվել է Չարենցավանի ոստիկանություն։ Մեկ օր անց հայտարարում են, որ Վահանն ինքնասպանություն է գործել։ Նրան կասկածում էին գողության մեջ, խաբեությամբ բերել են ոստիկանություն, այնուհետև նրա նկատմամբ եղել է բռնություն, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք, ըստ ոստիկանների նա ոստիկանների ներկայությամբ դիմել է ինքնասպանության, դանակի առնվազն 4 հարվածով։ Փաստերը չունեն, պետք է իրանք հիմնավորեն, այդ փաստերը չկա, գա, ասի մեկը գրել է վրետ, ինչ է գրել է, ընդունենք, այս մարդը գողություն արել, լսել եմ, որ այս մարդը գողություն արել։ Ինքը չի ճանաչել, իբրև 7 տարեկան երեխեն, ասել է, թե գիտեք, ինչ որ այն ավտո առնող ձայձայներ նման գալողը։ Դիք իրանք հաշվի առան, որ նման է գալուստին, ուրեմն գալուստը բդեղնի։ Գալուստ Դիլանյան 1997 թվականին հրավիրվել է Գյումրիի 4-րդ քաղմաս կոչվող ոստիկանություն։
1 օր անց ընտանիքին հանձնել են տղայի դին։ Անձը կասկածվում էր ավազակային հարձակման մեջ, նրան տարել էին ոստիկանություն, այնուհետև հաջորդ օրը հայտնել են, որ ոստիկանությունում ինքնասպանություն է գործել։ Գալուստս ռիսկով իրանք մեր են քրվե գալուստս պատասխանել է, կին են քրվե պատասխանել է ու ասել են էդի շտուխով տղա էր, որտեվ չի էր, դուք ինչի գծեծեք, ինչի մեր գքրվեք, ինչու համար կին գքրվեք։ Ծեծել են որ մեղքը վրեն առնի։ Չերած մեղքը վրեն վերցնե, որ սել են վրեն վերցնե գալուստը սուրի գփող ունի, բերե մեծը կուտա։ Անձը չիմանալով ինչի համար է գնում ոստիկանություն եւ պարզվում է, որ պետք է մնա այնտեղ իր համար անհայտ կամ անորոշ ժամկետով։ Եվ որից հետո ինչ քննչական գործողություններ է կատարվում ու շատ հավանական է, որ հենց այդ ժամանակում էլ անձի նկատմամբ կայացվում է իր իրավունքների սահմանափակման որոշումներ։ Այդպես սաղին էլ կարան տանեն, մի քիչ գորգորան վրեն, թեկուզ երկու հատ չափալախ տան, այն էլ չգիտեմ, կարող է ներվից թույլ մարդ լինի, հենլի են էլ մի հատ նրան խփի ու մի հատ առանց ոչ մի բանի նրան կդատեն կեթա։ Ու ինչի համար էին բերել, կասկածանքով բերել էինք։ Ինչ է նշանակում կասկածանքով բերում ես։ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքը հստակ սահմանում է այն իրավունքները, որ ունեն ոստիկանություն հրավիրվող անձինք։ Անձին առաջին իսկ պահից, երբ նա զրկվում է ազատությունից, նրան պետք է տեղեկացվի, թե ինչի համար է հրավիրվում ոստիկանություն։ Օրենքով պիտի բերման ենթարկելու որոշում կայացվի։ Եվ անձին եթե բերման ենթարկելու հիմքերը կա, օրենքով սահմանված կարգով, ապա բերման ենթարկվի։ Մեր պրակտիկայում այլ կերպ են վարվում։ Մեր պրակտիկայում ինչպես են վարվում։ Զանգում են կամ այցելում են տուն եւ ասում են, որ հրավիրում ենք ձեզ ոստիկանություն։ Սովորաբար դրանց ամատյաններում անմիջապես դրախմը չդատարում։ Որը զրկում է նաեւ հետադայում վիճարտեն այն հարցը, թե անձը երբ է հրավիրվեն բաժեն։ Որտեվ եթե նույնիսկ խոշտանգված դեպքում տեսնենք, ասեն այդ ձևի բերել ենք արդեն մեկ իրան։ Մեջտեղ չի եղել։ Ինքը արդեն է կերստեղ այդ ձևի։ То есть փողոցում կռիվ արել, փողոցում ընկել է, տունն է ընկել, ես չգիտեմ որտեղ է ընկել եւ այդ պատճառով վրեն հետքեր կան։ Ամենավտանգավոր ժամանակը հենց առաջին ժամերն են, երբ անձը ներկայանում է ոստիկանություն առանց փաստաբանի։ Ցանցածությունից առաջ առնվազն 2 ժամ պաշտպանը պետք է կոնֆիդենցիալ հանդիպում ունենա այդ տվյալ անձի հետ, որպեսզի հետագայում գործողություններ դատարվի։ Բայց ինչպես դուք հետանից գործը հիմնականում պաշտպանը հասնում է բաժին այն ժամանակ, երբ որ բաժին հրավիրված, բերված կամ բերման ենթարկված անձը արդեն տվել է բացատրություն։ Շատ դեպքերում երբ խոշտանգում են քաղաքացուն եւ ինքը պահանջում է, որ իրան տան տրամադրեն հեռախոս, որ ինքը զանգի բժշկին, դա չի արվում։ Այդ ձևով ձեռք բերած ապացույցները հավաստիություն չեն ներշնչում եւ պիտի հանվեն ապացուցողական բազայից ու դատական ակտը այդպիսի ապացույցների վրա պիտի չհենվի։ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը, օրենքներն ու ենթաօրենսդրական ակտերը միջազգային կոնվենցիաներին համահունչ կարծես թե ապահովում են մարդու իրավունքները, սակայն շատ դեպքերում ոչ մեղավորն է վախենում, որտեվ իրանց կյանքում դրանք դրա մասին չեն մտածում։ Ընդհանրապես հայ քաղաքացին հասկանում է այդ մարդու իրավունքներ, ոստիկանություն այդ դեպքում եւ որ դուրս ծծում են։ Հակառակ դեպքում դրա մասին չէր հիշում, ինքը դրա մասին չէր ուզում մտածի։ Համակարգում համարյա բոլոր տեղերն էլ նույնն է։ Ուղղակի կարող ասենք մի քիչ թույլ լինի, մի քիչ ուժեղ լինի, ասենք այդ խոշտանգումների պահը։ Դե կարող ասենք քաղաքամասը մի քիչ թեթև վերաբերվի, մի քիչ վախենա բանանի։ Վարչությունը մի քիչ ավելի հավեսով արխային
Հայկ Կարապետյան, խոշոր չափերի թմրանյութի իրացման կասկածանքով 2012 թվականին բերվել է աշտարակի ոստիկանություն։ Աղբերը իրան նստած է, դատված է, հիմա նստած է, այդ պատճառով տարածաշրջանում, Մասսի շրջանում, ինչ գողություն դինի, ով ինչ անի, նրան գալի տանում են հետները հարցաքննման, ծեծում են, հետո մաքուրա դուրս գալիս ուղարկում են տուն։ Անցած տարի նոյեմբերին էր, երբ նրան տարան Մասսի շրջանի ոստիկանները, տարան ծեծեցին, այդ տենց մի օր պահել էին, 50,000 եթե գումար տան, կթողենք մինչև ժամը 3-ը տուն կգնաս։ Ասել 50,000 դրամ որ ունենամ, ես իմ ընտանիքին կօգնեմ։ Ձեզնի որտեղից ես 50,000 դրամ տամ։ Ասել այդքան անտեր ես, որ քո հետևից եկող չկա։ Ամեն ինչ սկսվել էր նույն խոշտանգումով, Հայկ Կարապետյանն էր ենթարկվել խոշտանգման, նրան ծեծել էին, հարվածներ էին հասցրել ոտքերի տակ։ Իհարկե ցուցմունք չէր գրել, բայց բոլոր դեպքերում քրեական գործ ստեղծվել էր եւ իհարկե գոնե ժամանակին գլխի ընկան եւ դատարանի որոշման ազատ արձակվեց եւ ավելի ուշ քրեական գործը իմ պաշտպանյալի մասով կարճվեց ապացույցների անբավարարությունով։ Մհեր Անդրեասյան, ավազակային հարձակման կասկածանքով 2012 թվականին բերվել է Նոր Նորքի ոստիկանություն։ Նույն իրավիճակը Մհեր Անդրեասյանի մասով էր, նա իհարկե շատ ավելի դաժան ծեծի էր ենթարկվել, քան Հայկ Կարապետյանը։ Տեսնեմ վերևից մի 8 հոգով ձեռքերի ոտերից շորերը քաշքշելով, աստիճաններով իջացնում էին։ Ես չճանաչեցի, որ իմ որդին է։ Ես այդ պահին միայն նայեցի իր դեմքին, ասեց՝ ինչ մամ, չես ճանաչում։ Երբ Մհեր Անդրեասյանի խոշտանգման փաստը հանրայնացվեց, ոստիկանությունն արագ արձագանքեց։ Բերված միակ փաստարկը Մհերի նախկինում դատված լինելն էր, իսկ խոշտանգումների փաստը ժխտվեց։ Մենք չգիտենք, այլևս չենք կարող քննարկել, դա համապատասխանում է իրականությանը թե ոչ, այլևս քննարկման ենթակա չի։ Եթե ծնողները կամ բարեկամները այդ դժվարի, խոշտանգվածի հիզախ են լինում կամ պատրաստ են պայքարել իր բարեկամի համար, դրանք բողոքում են։ Այդպես է մենակ իմացում, ուրիշ ձևով չի իմացում ոչ մի ձևով։ Ոստիկանության պատրաստած ռեպորտաժում Մհերի մարմնի վրա արկա վնասվածքները բացատրվում էին պատուհանից դուրս նետվելու միջոցով փախուստի փորձ անելով, սակայն փախուստի փորձով արդարացվեց։ Այսինքն չհաստատվեց այն հանգամանքը, որ Մհեր Անդրեասյանը փորձել է առհասարակ փախուստի դիմել։ Ռեպորտաժն ավարտվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հավաստիացմամբ։ Ցենց ջարդ ոստիկանությունում ես կատեգորիկ արգելում եմ։ Ցեցով ջարդով չեմ բացահայտում։ Այդ աշխատավոճը ես չեմ հանդուրժես համակարգում։ Ցեցել չի կարելի։ Դա քրորեն հետապնդելի է։ Այսպիսի հավաստիացումներ արել են Հայաստանի ներքին գործերի բոլոր նախարարները եւ ոստիկանության պետերը, բայց գործելակերպը չի փոխվել։ Դե ճիշտ է, չեն խփում դեմքին։ Խփում են գլխին, հետևի մասից, խփում են մեջքին, ոտերի տակ։ Ի խոսքով ամբողջ մարմինը ծեծում ջարդում են։ Կապը տասնում են։ Թե ինչքան կդիմանաս, դա էլ արդեն չգիտեմ։ Միավորված ազգերի կազմակերպության կոնվենցիայի 13-րդ հոդվածն ասում է. յուրաքանչյուր մասնակից պետություն ապահովում է, որպեսզի ամեն մի անձ, ով պնդում է, թե ինքը ենթարկվել է խոշտանգումների, ունենա տվյալ պետության իրավասու իշխանություններին բողոք ներկայացնելու եւ նրանց կողմից նմանօրինակ բողոքը անհապաղ եւ անաչառ կերպով հետաքննելու իրավունք։ Կոնվենցիայով ասեմ ձեզ, որ եթե ես հայտարարում եմ, որ ինձ խոշտանգել են, ես պարտավոր չեմ ապացուցել, որ ինձ խոշտանգել են։ Եթե հայտարարվել է, որ խոշտանգումամբ է դա ձեռք բերվել, ապա հակառակն ապացուցելու պարտականությունը պետք է կրի նախաքննության մարմինը մեղադրանքի կողմը։ Որպես կանոն, որևէ հայտարարության գոնե իմ փորձով որևէ արձագանք չի տրվել դատարանի կողմից։
Ուղղակի թողնվում են անհետևանք։ Չեն արձագանքում դատարանները։ Դրանք ապացուցողը չեն։ Դրանք չեն ուզում ապացուցեն։ Երբ որ դատարանը միջնորդում է քննչական մարմիններին, որ դուք պիտի ապացուցեք կամ հակառակը, նամակը ուղարկում հենց նույն ոստիկանությունը, որտեղ խոշտանգվել է երիտասարդը։ Դրա համար պետք է ոստիկանությունում լինի այնպիսի մեխանիզմ, որ մշտապես լինի հնարավորություն դա հաստատելու, որ խոշտանգման հետևանքով ձեռք չի բերվել, ճնշումների հետևանքով ձեռք չեն բերվել։ Ես մի անգամ այսպիսի կարծիք հայտնեցի, որ գուցե մենք փորձենք ցանկացած հարցաքննություն իրականացնենք տեսանկարահանմամբ։ Այսինքն ցանկացած քննչական գործողություն իրականացնենք տեսանկարահանմամբ եւ արխիվացվեն դրանք։ Եթե այսօրվա պես աշխատի ոստիկանությունը ու դրվի կամերաներ, դատարանները կմնան նրանց գործի։ Ընդհանրապես դատական ակտը իր ամբողջությամբ մեջ դատական process-ը այլևս կասկածի տակ է, եթե գործում կան ապացույցներ, որոնք ձեռք են բերվել խոշտանգման արդյունքում։ Սա նաև եվրոպական դատարանի դիրքորոշումն է Հայաստանի դեմ կայացված վճիռներով։ Ինչ է հարկավոր խոշտանգումները եւ անմարդկային վերաբերմունքը բացառելու համար։ Օրենքը կա եւ կարծես թե ապահովում է մարդու իրավունքների պաշտպանությունը։ Տեխնիկական միջոցներ, ասում են դա թանկ հաճույք է։ Մասնագիտական բարձր պատրաստվածություն, ինչու պատրաստվել, երբ ավելի հեշտ ձևեր կան։ Անձին բերեն խոշտանգեն կամ ինքնախոստովանական ցուցմունք ստանան կամ մեկ ուրիշի դեմ ցուցմունք ստանան։ Դա քննիչի համար ամենաձյուրին, ամենահեշտ, ամենակարճ ճանապարհն է։ Ոստիկանը շատ լավ հասկանում է ում հետ կարելի է ոնց վարվել։ Ինքը մեկ անգամ եթե գոռում է մեղադրյալը մի քիչ սմախառն է, ինքը գիտի որ դա հետ կարելի է աշխատել։ Եթե դու ասում ես մի րոպե երիտասարդ դուքով եւ ընդհանրապես այդ դեպքում ինքը ցնկված չի անի։ Խոշտանգումները եւ անմարդկային վերաբերմունքը կարող է բացառել միայն քաղաքացու բարձր իրավագիտակցությունը։ Օրենքներն ու կոնվենցիաները գրված են ոչ միայն պաշտոնյաների, այլև քաղաքացիների համար։ Եթե քաղաքացին ճանաչի իր իրավունքները, այդ ժամանակ գուցե ոստիկանությունում գտնվելու 72 ժամը ճակատագրական չլինի թե մեղավորների եւ թե անմեղների համար։